Երբ Աստված լռում է, իսկ աշխարհը փլուզվում է, ինչին հավատալ։ Պատկերացրեք մի երիտասարդի, ում ուսերին դրված էր իր ողջ գյուղի հավատքը։ Նրան ուղարկում են սրբազան ուխտագնացության, իր հետ տանելով մի մասունք, որը ըստ լեգենդի հիշում է Նոյի տապանը։ Բայց ճանապարհին նա տեսնում է այնպիսի սարսափներ, որոնք կկոտրեին նույնիսկ սրբերին։ Եվ ահա, կանգնած ավերված եկեղեցում, նա անում է աններելին։ Նա վերցնում է այդ սրբությունը և Աստծո դեմ ուղղված կատաղությամբ շպրտում է այն խավարի մեջ։ Սա պետք է լիներ վերջը, բայց դա միայն սկիզբն էր։ Այս պատմությունը պարզապես Երուսաղեմ կամ Արարատ կատարած ուխտագնացության մասին չէ։ Սա մի ամբողջ պատերազմ է, որը մղվում է մեկ մարդու հոգում։ Բայց ամենաանհավանականը ճանապարհի սարսափները չեն։ Ամենաանհավանականն այն է, թե ինչ էր նրան սպասում Երուսաղեմի սրտում։ Մի հայտնություն, որը պիտի կամ վերջնականապես կործաներ նրա բանականությունը, կամ ընդմիշտ փոխեր հրաշքի մասին բոլոր պատկերացումները։ Ինչ տեսավ նա այնտեղ։ Պատասխանը կցնցի այն ամենը, ինչ դուք գիտեիք հավատքի և տառապանքի մասին։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը։ Տեսնենք, թե քանիսով ենք մենք։ Էրեբունիի հնամենի բերդի ստվերում, հինավուրց մի եկեղեցու կիսախավարում, օդը թանձրացել էր խնկի բույրից ու մոմերի տաք շնչից, որոնք հալվում էին, իրենց հետ տանելով հավատացյալների լուռ աղոթքները։ Քարե պատերից ներս, որոնք հիշում էին դարերի հոգոցներն ու արցունքները, կանգնած էր մի երիտասարդ, Վարդանը, որի հոգին ավելի մութ էր, քան եկեղեցու ամենախորանկյունը։ Նրա աչքերը, սովորաբար կրակոտ ու կենդանի, այժմ մթաքնել էին ներքին պայքարից, մի պայքարից, որը նա մղում էր լռության մեջ, վախենալով բարձրաձայնել իր սրտում բուն դրած կասկածները։ Նա նայում էր խորանի վրա փռված լույսի շողին, որը փոշու հատիկները բարի էր հրավիրում, բայց իր հոգում լույս չէր տեսնում, միայն սառը, անծայրածիր դատարկություն։ 20 տարեկան Վարդանը կրում էր ոչ միայն իր տարիների, այլև իր պապերի հավատքի ծանրությունը։ Մի հավատք, որն իր համար դարձել էր գեղեցիկ, բայց հինավուրց մի գորգ, գույները խամրած, թելերը մաշված, նախշերը անհասկանալի։ Նրա կողքին, խորասուզված աղոթքի մեջ, կանգնած էր պապը Տեր Հովհաննեսը, 80-ամյա մի կաղնի, որի դեմքի կնճիռներն ասես հայոց պատմության քարտեզը լինեին, յուրաքանչյուրը մի ցավի, մի փորձության ու մի հաղթանակի հետք։ Նրա շշուկով արտասանած «Հայր մերը» հնչում էր ոչ թե որպես խնդրանք, այլ որպես հաստատում, որպես անսասան մի իրողություն, որպես տիեզերքի հիմքը։ Տեր Հովհաննեսը պարզ գյուղական քահանա չէր, նա իր տոհմի կենդանի հիշողությունն էր, մի տոհմի, որի յուրաքանչյուր սերունդ իր ոտքն էր դրել Երուսաղեմի սուրբ հողի վրա, կատարելով իր ուխտը։ Նրանք ուխտավորներ էին, ոչ թե զբոսաշրջիկներ, որոնք լուսանկարվում են սրբավայրերի ֆոնին, այլ ուխտավորներ, որոնց համար ճանապարհը դեպի Սուրբ Գերեզման ինքնին աղոթք էր, զոհաբերություն և մաքրագործում։ Վարդան, աղոթքից հետո խորը ձայնով ասաց ծերունին, նրա ձայնը արձագանքեց գմբեթի տակ, կարծես հենց եկեղեցու քարերն էին խոսում։ Աչքերդ հեռու են թափառում, հոգիդ անհանգիստ է, ինչպես Գալիլեայի ծովը փոթորկից առաջ։ Վարդանը շրջվեց, նրա հայացքում չկար ակնածանք, այլ հոգնածություն, մի դառը հոգնածություն աշխարհից, մարդկանցից և անպատասխան մնացած աղոթքներից։ Տեր պապ, ես լսում եմ քո պատմությունները Երուսաղեմի, հրաշքների ու սրբերի մասին, լսում եմ Նոյի տապանի ու Արարատի մասին, լսում եմ լուսավորչի տեսիլքների մասին։ Բայց ես նայում եմ շուրջս ու տեսնում եմ միայն չքավորություն, տեսնում եմ ցավ, տեսնում եմ անարդարություն։ Որտեղ են այդ հրաշքները հիմա, թե դրանք մնացել են հին գրքերի էջերում։ Սա հարց չէր, սա մեղադրանք էր։ Տեր Հովհաննեսը չզայրացավ, նրա աչքերում մի պահ փայլատակեց ցավի մի կայծ, բայց այն անմիջապես մարեց դարերի իմաստության խորքում։ Նա մոտեցավ և ձեռքը դրեց թոռան ուսին։ Նրա ձեռքը չոր էր ու ամուր, ինչպես խոր վիրապի քարը, և Վարդանը զգաց, թե ինչպես այդ հպումից իր ներսի փոթորիկը մի պահ հանդարտվեց։ Ծերունին Վարդանին տարավ դեպի խորանի կողքին գտնվող մի փոքրիկ, փայտե պահարան, որը փակված էր արծաթե կողպեքով սևացած ժամանակից։ Զգուշությամբ, կարծես մի սրբազան ծես կատարելիս, նա բանալիով բացեց այն և հանեց թավշի մեջ փաթաթված մի փոքրիկ տուփ։ «Սա», ասաց նա, բացելով տուփը, և նրա ձայնը դողաց հուզմունքից, «մեր տոհմի սրբությունն է, մեր հավատքի խարիսխը։ Ասում են, սա մի տաշեղ է Նոյի տապանից, որը մեր նախնիներից մեկը, Հակոբ անունով, գտել է Արարատի լանջին աստվածային տեսիլքից հետո, երբ հրեշտակն իջել և ցույց է տվել նրան տեղը։ Տուփի մեջ, մգլած թավշի վրա, դրված էր մի փոքրիկ, սևացած փայտի կտոր։
Այն անշուք էր, սովորական, առանց որևէ զարդի կամ փայլի։ Վարդանը նայեց դրան առանց հիացմունքի։ Մի պարզ փայտի կտոր, որը կարող էր լինել ցանկացած հին ծառից։ Բայց հետո տեղի ունեցավ անհավանականը։ Երբ նա ուշադիր նայեց, նրան թվաց, թե փայտի մակերեսին, ջղերի մեջ, նա տեսնում է դեմքեր, տանջված, աղոթող, հույսով լի դեմքեր։ Մի պահ նրան թվաց, թե նա լսում է հազարավոր ձայների շշուկ, որոնք գալիս էին այդ փոքրիկ կտորից։ Այս տաշեղը, շարունակեց Տեր Հովհաննեսը, նրա ձայնը ստացել էր հանդիսավոր, գրեթե մարգարեական երանգ։ Եղել է Երուսաղեմում 17 անգամ։ Այն տարել է մեր նախնի Հակոբը, երբ փախչում էր պարսիկներից, և ճանապարհին հանդիպելով ավազակների, աղոթքով անտեսանելի է դարձել նրանց համար։ Այն տարել է մեր նախնի Գրիգորը, երբ ճանապարհին բուժվել է մահացու ժանտախտից, ընդամենը հպելով սայիր ճակատին։ Այն եղել է Սուրբ Հակոբյանց վանքում, այն օրհնվել է Սուրբ Գերեզմանի վրա, այն ներծծել է հազարավոր մոմերի լույսն ու միլիոնավոր աղոթքների ուժը։ Սա ոչ թե փայտ է, այլ հավատքի խտացում, սա մեր պատմությունն է։ Վարդանը լռում էր, նրա ներսում կասկածի որդը կրծում էր ամեն ինչ, բայց միևնույն ժամանակ մի նոր, անծանոթ զգացում էր ծնվում, վախախառն ակնածանք։ Ինչ կարող է անել մի փայտի կտորը։ Ինչպես կարող են հին պատմությունները բուժել ներկայի վերքերը։ Նա ուզում էր բղավել, ասել, որ այս ամենը հեքիաթ է, բայց չկարողացավ։ Տեր Հովհաննեսի հայացքը այնքան խորն էր, այնքան համոզված, որ Վարդանը մի պահ վախեցավ իր իսկ հավատուրացությունից։ Ժամանակն է, որ դու էլ կատարես քո ուխտագնացությունը, հայտարարեց Տեր Հովհաննեսը, և այդ խոսքերը որպես դատավճիռ հնչեցին եկեղեցու լռության մեջ։ Դու կտանես սա Երուսաղեմ, ճանապարհին կամ կգտնես քո Աստծուն, կամ վերջնականապես կկորցնես նրան։ Բայց այստեղ, կասկածների ճահճում, դու կմահանաս հոգով։ Եվ դա ամենասարսափելի մահն է։ Այդ պահին Վարդանի համար սկսվում էր մի ճանապարհորդություն, որը շատ ավելին էր, քան աշխարհագրական տեղափոխությունը։ Դա ճանապարհ էր դեպի սեփական հոգու խորքը, դեպի հավատքի կորուսյալ ակունքները, դեպի այն սահմանը, որտեղ մարդը հանդիպում է Աստծուն կամ դևին։ Նա դեռ չգիտեր, որ այդ ճանապարհը լինելու էր ոչ միայն փորձությունների, այլև անըմբռնելի հրաշքների մի շղթա, որը կփոխեր ոչ միայն իր, այլև իր շուրջը գտնվող բոլորի կյանքը։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչ էր սպասվում նրան, և դա միայն սկիզբն էր։ Տեր Հովհաննեսի խոսքերը Վարդանի մտքում հյուսում էին պատմության ոսկեթելը, մի պատմության, որը սկսվում էր ոչ թե իր ծնունդից, այլ դարերի խորքից։ Նա պատմում էր ոչ թե դասագրքային չոր փաստեր, այլ կենդանի, շնչող պատմություններ, որոնք փոխանցվել էին հորից որդի, պապից թոռ, որպես սրբազան մասունք։ Այդ պատմությունները սկսվում էին այն օրից, երբ Տիրոջ եղբայր Սուրբ Հակոբոսը դարձավ Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը, հիմք դնելով մի ներկայության, որը պիտի դառնար հայ ժողովրդի հոգևոր փարոսը Սուրբ երկրում, մի լույս, որը չէր հանգչելու նույնիսկ ամենամութ ժամանակներում։ Այդ պատմությունները շարունակվում էին դարերի միջով, հասնելով մինչև իրենց գյուղը, որը հիմնադրել էին Կիլիկիայի թագավորության անկումից հետո այստեղ ապաստան գտած մի քանի ընտանիքներ։ Մտածիր տղաս, ասում էր ծերունին, նստած իրենց քարե տան բակում, թթենուս տվերի տակ, որի տերևների սոսափյունը կարծես հինավուրց շարականի մեղեդիրին էր։ Երբ աշխարհը դեռ նոր էր ընդունում Քրիստոսի լույսը, մերոնք արդեն այնտեղ էին։ Նրանք քայլում էին այն նույն փողոցներով, որտեղ քայլել էր ինքը Փրկիչը։ Նրանք աղաթում էին Գողգոթայում, երբ քարերը դեռ տաք էին նրա սուրբ արյունից, և նրանց աղոթքները խառնվում էին հրեշտակների սաղմոսներին։ Նրա պատմությունների մեջ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը դառնում էր ոչ միայն Հայաստանը լուսավորող Սուրբ, այլև առաջին մեծ ուխտավորը, ճանապարհի հովանավորը։ Տեր Հովհաննեսը նկարագրում էր, թե ինչպես Լուսավորիչը խոր վիրապի 13 տարվա տանջանքներից հետո ճանապարհ ընկավ դեպի Սուրբ վայրեր, ոչ թե պարզապես տեսնելու, այլ հայոց նորահավատ եկեղեցու համար օրհնություն բերելու, այն կապելու քրիստոնեության սրտին, Երուսաղեմին։ Նրա ճանապարհը խորհրդանիշ էր Վարդան, դա ցույց էր տալիս, որ մեր հավատքը մեկուսացված չէ, այն կղզի չէ հեթանոսության ծովում, այն սկիզբ է առնում Արարատից, բայց սնվում է Երուսաղեմի ակունքներից, այն միահյուսված է համաքրիստոնեական եկեղեցու հետ։
Այս պատմությունները Վարդանի համար մանկուց հեքիաթների պես էին հնչել, որոնք նա լսում էր օջախի կրակի մոտ քնելուց առաջ, բայց հիմա, ուխտագնացության նախաշեմին, դրանք ստանում էին նոր, անհանգստացնող խորություն։ Նա սկսում էր զգալ դարերի շունչն իր ուսերին, զգալ իր նախնիների հայացքներն իր վրա։ Նա պատկերացնում էր իր անանուն նախնիներին, հողագործներ, արհեստավորներ, զինվորներ, որոնք թողնում էին իրենց տունն ու տեղը, իրենց ամեն ինչը, և ամիսներ, երբեմն տարիներ տևող ճանապարհ էին ընկնում դեպի անհայտությունը։ Ինչն էր նրանց մղում, ինչ ուժ էր նրանց ստիպում հաղթահարել անապատների տապը, լեռների ցուրտը, ավազակների սպառնալիքն ու հիվանդությունների մահացու վտանգը։ Հավատը, մի օր հարցրեց նա պապին, երբ նրանք վերադառնում էին եկեղեցուց։ Ոչ միայն, պատասխանեց Տեր Հովհաննեսը, զարմացնելով նրան, նրա պատասխանը անսպասելի էր, նաև կարոտը դեպի սկիզբը, դեպի ակունքը։ Մարդը, որքան էլ հեռանա, միշտ ուզում է վերադառնալ տուն, իսկ մեր հոգևոր տունը Երուսաղեմն է, այնտեղ է մեր մկրտության ավազանը, այնտեղ է մեր հարության խոստումը։ Նա պատմեց, թե ինչպես դարերի ընթացքում Երուսաղեմի հայոց պատրիարքները, ինչպես Աբրահամ պատրիարքը, եղել են ոչ միայն հոգևոր առաջնորդներ, այլև իրենց ժողովրդի պահապան հրեշտակները։ Նրանք բանակցել են սուլթանների հետ, պաշտպանել են սրբավայրերի իրավունքները, կառուցել են վանքեր, դպրոցներ ու գրադարաններ։ Հայկական թաղամասը դարձել էր մի փոքրիկ Հայաստան, իր եկեղեցիներով, իր լեզվով, իր ավանդույթներով։ Սուրբ Հակոբյանց վանքը դարձել էր ոչ միայն աղոթատեղի, այլև ապաստան, հիվանդանոց և իջևանատուն հազարավոր հայ ուխտավորների համար, մի նավահանգիստ հոգևոր փոթորիկների մեջ։ Բայց այդ պատմությունների մեջ կար նաև մութ կողմ, մի կողմ, որի մասին սովորաբար բարձրաձայն չէին խոսում։ Տեր Հովհաննեսը չէր թաքցնում դժվարությունները։ Նա պատմում էր ճանապարհներին հանդիպող ավազակների, մահացու հիվանդությունների, կրոնական հալածանքների մասին։ Պատմում էր այն ուխտավորների մասին, որոնք այդպես էլ չհասան իրենց նպատակին, որոնց ոսկորները մնացին օտար հողերում, անանուն գերեզմաններում։ Այդ պահերին նրա ձայնը դառնում էր խուլ, իսկ աչքերը մթագնում էին։ Ուխտագնացությունը, ասաց նա մի երեկո, նայելով Վարդանի աչքերի մեջ, և նրա հայացքը սուր էր, ինչպես վիրահատական դանակը։ Մահվան հետ կնքված ուխտ է։ Դու պատրաստ ես մահանալու հանուն հոգևոր վերածննդի։ Դու թողնում ես քո հին կյանքը, քո մեղքերն ու կասկածները, նորը գտնելու հույսով։ Դա է ամենամեծ զոհաբերությունը, որը մարդը կարող է մատուցել Աստծուն։ Հենց այդ պահին Վարդանը զգաց մոտալուտ փորձության առաջին սառը շունչը։ Նրա առջև դրված խնդիրը պարզապես ճանապարհ գնալը չէր, դա իր ներսում եղած կասկածի դևի հետ մենամարտելն էր, մի դև, որը տարիներ շարունակ սնվում էր նրա վախերով ու հիասթափություններով։ Նա պիտի ապացուցեր ոչ թե պապին կամ իր նախնիների հիշատակին, այլ ինքն իրեն, որ այդ բոլոր պատմությունները, այդ բոլոր զոհողությունները իմաստ ունեցել են, որ իրենց տոհմի սրբությունը, Նոյի տապանի այդ փոքրիկ տաշեղը, իսկապես հրաշքների ուժ ունի և ոչ թե պարզապես մի ընտանեկան առասպել է, որով օրորում են երեխաներին։ Եվ նա դեռ չէր էլ կասկածում, որ իր ճանապարհը լինելու էր բոլոր նախորդներից ամենադժվարը, որովհետև պատմությունը պատրաստվում էր իր ամենաարյունալի էջը բացելու, և նրա ուխտագնացությունը պիտի համընկներ իր ազգի Գողգոթայի հետ։ Ոչ ոք չէր կարող կանխատեսել դա, բացարձակապես ոչ ոք։ Հակամարտությունը սկսվեց ոչ թե ճանապարհին, այլ հենց սեփական սրտում, սեփական տանը, որտեղ օդը միշտ թանձր էր աղոթքից ու խնքի բույլից։ Վարդանի կասկածները, որոնք նախկինում թաքնված էին նրա հոգու խորքում, այժմ դուրս էին ժայթքում, որպես հրաբուխ, և նրա լավանը այրում էր ամեն ինչ իր ճանապարհին։ Նա այլևս չէր կարող լուռ լսել պապի պատմությունները, որոնք նրան թվում էին գեղեցիկ, բայց անցյալին պատկանող հեքիաթներ։ Նրա սերնդի երիտասարդները խոսում էին հեղափոխության, գիտության, նոր աշխարհի մասին, մի աշխարհի, որտեղ Աստված, Երուսաղեմ, ուխտագնացություն բառերը հնչում էին որպես անցյալի մնացուկներ, որպես թանգարանային նմուշներ։ Տեր պապ, մի երեկո վիճեց նա, երբ Տեր Հովհաննեսը կրկին խոսում էր ուխտի նախապատրաստությունների մասին, նրա ձայնը լի էր ոգևորությամբ, իսկ Վարդանի ձայնը դառնությամբ։ Աշխարհը փոխվում է, մարդիկ թռչում են երկնքում, ստեղծում են մեքենաներ, որոնք խոսում են իրար հետ հազարավոր մղոնների վրայով։ Իսկ դու ինձ ուզում ես ուղարկել հազարավոր մղոններ ոտքով, մի փայտի կտորի հետևից, որը գուցե պարզապես քո պապի պապն է գտել գետի ափին և որոշել է դրան հրաշագործ ուժ վերագրել։ Սա ուղղակի հարված էր, ոչ թե պարզապես կասկած, այլ մեղադրանք, սրբապղծությանը սահմանակից։
Տեր Հովանեսի դեմքը քարացավ, կնճիրները խորացան, իսկ աչքերում, որոնք միշտ լի էին սիրով, մի պահ սառը կրակ բռնկվեց։ Դա հավատուրացություն է, Վարդան, դու անարգում ես ոչ թե ինձ, այլ մեր ողջ տոհմի հիշատակը, այն մարդկանց հիշատակը, ովքեր իրենց կյանքն են տվել այդ հավատքի համար։ Ես անարգում եմ կեղծիքը, ես ուզում եմ տեսնել Աստծուն ոչ թե հին պատմությունների մեջ, այլ իմ կյանքում, այստեղ եւ հիմա։ Եթե նա ամենակարող է, ինչու է թույլ տալիս, որ մեր հարևան Սարգսի երեխան մահանա տենդից, երբ նրա մայրը օրերով ծնկաչոք աղոթում էր եկեղեցում։ Ինչու են թուրք պաշտոնյաները օրեցօր ավելի են սխմում մեր օղակը, խլում մեր հողերը։ Որտեղ է քո Աստվածը, ինչու է նա լռում։ Սա այն հարցն էր, որին Տեր Հովանեսը չէր կարող պատասխանել պարզ բառերով։ Դա այն հարցն էր, որը դարեր շարունակ տանջում էր հայ ժողովրդին։ Նա արեց այն, ինչ անում էին հայ հոգևորականները դարեր շարունակ, երբ բախվում էին անլուծելի խնդրի։ Նա դիմեց աղոթքի և համայնքի իմաստությանը։ Նա Վարդանին տարավ գյուղի ավագների խորհրդի մոտ։ Սուրբ Մեսրոպ եկեղեցու բակի ստվերոտ անկյունում, հին ընկուզենու տակ հավաքվել էին սպիտակ ամորուս կյանքի փորձով կոփված ծերունիները։ Նրանք լսեցին Վարդանի բորբոքված խոսքերը։ Նրանք չդատապարտեցին նրան, չընդհատեցին։ Փոխարենը, երբ Վարդանը լռեց, շունչը կտրված։ Նրանցից ամենատարեցը Հակոբ Հապերը, որը երիտասարդ ժամանակ ինքն էր եղել Երուսաղեմում եւ ում մաշկը նման էր չորացած կավի, պատմեց մի պատմություն։ Երբ ես ճանապարհին էի, սկսեց նա, նրա ձայնը խռպոտ էր, բայց ամուր։ Մեր քարավանը հիվանդությունից կոտորվեց։ Ես մնացի միայնակ, անապատի մեջ, առանց ջրի ու հացի։ Ես էլ էի հայհոյում Աստծուն։ Ես էլ էի հարցնում. «Որտեղ ես»։ Եվ երբ արդեն պատրաստ էի մահանալու, հորիզոնում մի լույս տեսա։ Գնացի այդ լույսի հետևից եւ հասա մի վանքի, որտեղ ինձ փրկեցին։ Ավելի ուշ իմացա, որ այդ վանքը լքված էր արդեն 50 տարի, այնտեղ ոչ ոք չէր ապրում։ Ծերունիները լուռ էին։ Վարդանը շփոթված էր։ Դա հրաշք էր։ Գուցե։ Կամ գուցե իմ ուղեղն էր խաղեր խաղում մահվանից առաջ, պատասխանեց Հակոբ Հապերը խորամանկ ժպիտով։ Բայց գիտես ինչն է կարևորը, տղաս։ Ես հավատացի, որ դա հրաշք էր։ Եվ այդ հավատքն ինձ ուժ տվեց շարունակելու։ Հրաշքը ոչ թե դրսում է տեղի ունենում, այլ մեր ներսում։ Ուխտագնացությունը ոչ թե ոտքերի, այլ սրտի ճանապարհորդություն է։ Գնա, որ գտնես քո հրաշքը։ Այս խոսքերը որոշ չափով հանդարտեցրին Վարդանին, բայց չլուծեցին նրա ներքին հակամարտությունը։ Նա համաձայնեց գնալ, բայց ոչ թե հավատքից դրդված, այլ որպես մարտահրավեր։ Նա գնում էր Աստծուն բռնացնելու։ Նա ուզում էր տեսնել անհերքելի ապացույց, մի հրաշք, որը կցրեր նրա բոլոր կասկածները։ Եվ եթե չտեսներ, ապա վերադառնալով կունենար բոլոր իրավունքները հայտարարելու, որ այս ամենը սուտ է։ Եկեղեցական համայնքը, տեսնելով նրա համառությունը, որոշեց միջամտել։ Գյուղի բոլոր ընտանիքները մի փոքր նվիրատվություն արեցին նրա ճանապարհի համար։ Մայրը նրա համար հաց թխեց, քույրը նոր գուլպաներ գործեց։ Տեր Հովանեսը, հանդիսավոր պատարագի ժամանակ եկեղեցու բոլոր հավատացյալների ներկայությամբ, նրա վզից կախեց մի փոքրիկ կաշվե քսակ, որի մեջ դրված էր տապանի տաշեղը։ Դու հիմա կրում ես ոչ միայն մեր տոհմի, այլև մեր ողջ գյուղի հույսը, շշնջաց նա։ Աստված քեզ հետ, որդիս, եւ թող նա ներողամիտ լինի քո հանդգնության հանդեպ։ Վարդանը զգաց ճնշման ահռելի բեռը։ Նա այլևս պարզապես մի երիտասարդ չէր, որը ճանապարհ էր ընկնում։ Նա դարձել էր իր համայնքի հավատքի փորձաքարը։ Նրա հաջողությունը կամ ձախողումը կդառնար նրանց հավատքի հաղթանակը կամ պարտությունը։ Նա ճանապարհ ընկավ ոչ թե թեթև սրտով, այլ ծանրացած պատասխանատվության զգացումով, չիմանալով, որ իրական փորձությունները նոր էին սկսվում, եւ դրանք շատ ավելի սարսափելի էին լինելու, քան նա կարող էր երբևէ պատկերացնել։ Ոչ ոք չէր կարող պատկերացնել։ Ճանապարհորդության առաջին շաբաթները խաբուսիկ հանգիստ էին, կարծես բնությունն ինքը փորձում էր օրորել Վարդանի անհանգիստ հոգին, նախքան նրան նետելը դժոխքի բովը։ Նա միացել էր մի փոքրիկ քարավանի, որը շարժվում էր դեպի հարավ, դեպի Տիգրանակերտի հնամենի հողերը։ Բնությունը գեղեցիկ էր, լեռները վեհ, գիշերները աստղազարդ ու խորհրդավոր։ Նա սկսում էր մտածել, որ գուցե պապը ճիշտ էր, գուցե այս ճանապարհորդությունը, այս հեռացումը առօրյա հոգսերից, խաղաղություն կբերի իր հոգուն, կմաքրի այն կասկածի ժանգից։ Նա նույնիսկ սկսել էր աղոթել, ոչ թե մեխանիկորեն, ինչպես նախկինում, այլ զգալով յուրաքանչյուր բառի կշիռը։ Բայց հետո ամեն ինչ փոխվեց։ Մի ակնթարթում։ Մի գիշեր, երբ նրանք ճամբար էին դրել մի լեռնային գյուղի մոտ, որի բնակիչները նրանց հյուրասիրել էին հացով ու թանով, նրանց վրա հարձակվեցին։
Դրանք սովորական ավազակներ չէին, որոնք փող կամ ապրանք էին ուզում։ Նրանք թուրքական անկանոն զորաջոկատներ էին, չէ թե ներ, որոնց աչքերում փայլում էր ոչ թե ագահությունը, այլ մի դարավոր, անասելի ատելություն։ Նրանք փնտրում էին ոչ թե ոսկի, այլ հայերի, նրանց հոգիներն էին ուզում խլել։ Քարավանը ցրվեց խուճապի մեջ, իսկ գիշերվա լռությունը պատռվեց կրակոցների, սրերի խաչաձևման և սարսափելի ճիչերի ձայներից։ Վարդանը, օգտվելով խառնաշփոթից, փախավ դեպի մոտակա անտառը, վայրի գազանի բնազդով։ Նա լսում էր իր հետևից հնչող կրակոցներն ու մահվան ճիչերը, և այդ ձայները դաջվեցին նրա հիշողության մեջ հավիտյան։ Ամբողջ գիշեր նա թաքնվեց մի քարանձավում, դողալով ոչ այնքան ցրտից, որքան սարսափից, իսկ նրա աղոթքները խեղդվում էին կոկորդում։ Երբ առավոտյան նա զգուշությամբ վերադարձավ ճամբարի վայրը, տեսավ միայն մահ ու ավերածություն։ Բոլորը սպանված էին, տղամարդիկ, կանայք, երեխաներ, դա ջարդ էր։ Այդ պահին Վարդանի ներսում մի բան կոտրվեց անդառնալիորեն։ Նրա երիտասարդական կասկածները, նրա փիլիսոփայական որոնումները փոխարինվեցին սառը, դառը զայրույթով, մի զայրույթով, որն ուղղված էր ոչ միայն մարդկանց, այլև այն Աստծուն, ով թույլ էր տվել այս ամենը։ Որտեղ էր Աստված, երբ անմեղ մարդկանց մորթում էին գազանների պես։ Ինչ իմաստ ուներ իր վզից կախված այս փայտի կտորը, եթե այն չկարողացավ պաշտպանել նույնիսկ իր կողքին քնած երեխային, ում մայրը երեկոյան նրան հեքիաթ էր պատմում։ Նրա ուխտագնացությունը վերածվեց փախուստի։ Նա այլևս չէր գնում դեպի Երուսաղեմ, նա փախչում էր մահից։ Նա սկսեց լսել սարսափելի լուրեր, որոնք տարածվում էին քամուց արագ։ Թուրքական կառավարությունը սկսել էր հայերի համակարգված բնաջնջումը։ Գյուղերը այրվում էին, տղամարդկանց սպանում էին, կանանց ու երեխաներին քշում էին միջագետքի անապատները, մահվան։ Սկսվել էր մեծ եղեռնը։ Համայնքի պատիվը, ինչ կասեն հավատացյալները, գործոնը, այս ամենը փոշիացավ գոյատևման դաժան պայքարի մեջ։ Այժմ հարցը ոչ թե հավատքը գտնելն էր, այլ պարզապես ողջ մնալը։ Եկեղեցական ավանդույթների և կանոնների ճնշումը փոխարինվեց գազանային բնազդով, փրկվել ամեն գնով։ Վարդանը թափառում էր ամիսներ շարունակ։ Նա սոված էր, հիվանդ, մոռացել էր իր անունը, իր անցյալը, իր պապի դեմքը։ Նա տեսել էր այնպիսի սարսափներ, որոնք մարդկային լեզուն ի վիճակի չէ նկարագրելու։ Նա տեսել էր մայրերի, որոնք իրենց նորածիններին գցում էին եփրատ գետը, որպեսզի նրանք չտանջվեն քաղցից ու ծարավից։ Նա տեսել էր քահանաների, որոնց խաչել էին իրենց իսկ եկեղեցիների դռներին, ի ծաղր քրիստոնեական հավատքի։ Մի օր, հասնելով մի լքված հայկական գյուղ, նա մտավ ավերված եկեղեցին։ Խորանը պղծված էր, սրբապատկերները ջարդված, իսկ հատակին, փոշու և ապակու կտորների մեջ նա գտավ մի պատառոտված ավետարան։ Նա բացեց այն։ Նրա աչքին զարնվեց Ղուկասի ավետարանից մի տող. «Հայր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում»։ Վարդանը սկսեց ծիծաղել։ Սկզբում դա հազիվ լսելի խրխրոց էր, հետո այն վերածվեց հիստերիկ, խելագար ծիծաղի, որը արձագանքեց ավերված գմբեթի տակ։ Ներե այս ամենից հետո։ Այդ պահին նրա հավատքը վերջնականապես մահացավ։ Նա պոկեց իր վզից կաշվեքսակը, որի մեջ տապանի տաշեղն էր, և իր ողջ ուժով շպրտեց այն դեպի պղծված խորանը։ «Ահա քեզ քո հրաշքը, ահա քեզ քո հավատքը», գոռաց նա դատարկության մեջ, և նրա ձայնը խեղդվեց արցունքներից։ Նա դուրս եկավ եկեղեցուց, որոշելով այլևս երբեք չհիշել ոչ Աստծուն, ոչ իր պապին, ոչ Երուսաղեմը։ Նա կապրեր այնպես, ինչպես կարողանար, որպես գազան, առանց հույսի, առանց հիշողության։ Բայց երբ նա հեռանում էր, նրա մեջքի հետևից, ավերված եկեղեցու խորքից, ուր ընկել էր քսակը, մի թույլ, անբացատրելի լույս սկսեց ճարագել, մի լույս, որը նա չտեսավ, դեռ չտեսավ, որովհետև աստվածային նախախնամության ճանապարհները անքննելի են, և երբեմն ամենախորը խավարն է նախորդում ամենապայծառ լուսաբացին։ Եվ հետո տեղի ունեցավ անհավանականը։ Վարդանը շարունակեց իր ճանապարհը, որպես ստվեր, որպես հոգի, որը կորցրել է իր մարմինը և այժմ աննպատակ թափառում է աշխարհների միջև։ Նա միացավ փախեստականների մի խմբի, որոնք շարժվում էին դեպի հարավ, լսելով խոսակցություններ, որ Հալեպում և Դամասկոսում արաբները ապաստան են տալիս հայ գաղթականներին, նրանց հաց ու ջուր տալիս։ Նա այլևս չէր մտածում ուխտագնացության մասին, նրա միակ նպատակը գոյատևելն էր, մի օր էլ ապրելը, մի կտոր հաց գտնելը, մի կում ջուր խմելը։
Նրա հոգևոր աշխարհը փլուզվել էր, եւ դրա փլատակների տակ թաղվել էին պապի պատմությունները, եկեղեցու ծեսերը եւ Աստծո մասին բոլոր պատկերացումները։ Անցան ամիսներ, որոնք ձուլվեցին մեկ երկար, տանջալից օրվա մեջ, լի արևի տապով, փոշով, սովով եւ անսահման հուսահատությամբ։ Եվ ահա, մի օր, հյուծված, հիվանդ ու գրեթե անգիտակից վիճակում, նա հասավ մի քաղաքի դարպասներին, որոնց քարերը կարծես հիշում էին աշխարհի ողջ պատմությունը։ Դա Երուսաղեմն էր։ Նա չգիտեր, թե ինչպես հասավ այնտեղ։ Նրա հիշողությունը հատվածական էր, անապատի տեսարաններ, օտար դեմքեր, բարի մարդիկ, որոնց նրան հաց ու ջուր էին տվել, եւ չար մարդիկ, որոնցից նա փախել էր։ Թվում էր, թե մի անտեսանելի ուժ նրան առաջ էր մղել, նրա կամքին հակառակ, կարծես նա խաղատիկնիկ լիներ մի անհայտ խաղի մեջ։ Նա թափառում էր քաղաքի փողոցներով, երբ լսեց հայերեն խոսք։ Այդ ձայնը, այդ մայրենի լեզուն, կարծես բանալի լիներ, որը բացեց նրա հիշողության փակ դռները։ Ինչ-որ բան նրա ներսում արթնացավ։ Նա գնաց ձայնի ուղղությամբ եւ հայտնվեց հայկական թաղամասի մուտքի մոտ։ Նրան գտան Սուրբ Հակոբյանց վանքի միաբանները, կիսամեռ, փոշու մեջ կորած, մի կմախք, որի վրա մաշկ էր ձգված։ Նրան տարան վանքի հիվանդանոց, որտեղ նրան խնամեցին, լողացրին, կերակրեցին։ Բայց նրա հոգին մնում էր հիվանդ։ Նա լուռ էր, աչքերը դատարկ։ Նա չէր պատմում իր անցյալի մասին, չէր խոսում ոչ ոքի հետ։ Նրա սիրտը փակված էր սառույցի հաստ շերտով։ Նա կորցրել էր ամեն ինչ, նույնիսկ այն տաշեղը, որը շպրտել էր ավերված եկեղեցում։ Մի օր, երբ նա մի փոքր ուժի էր եկել, նա դուրս եկավ հիվանդասենյակից եւ սկսեց թափառել վանքի բակում։ Նրա ոտքերը անգիտակցաբար տարան նրան դեպի Սուրբ Հակոբյանց մայր տաճար։ Նա մտավ ներս։ Տաճարը լի էր հավատացյալներով։ Ընթանում էր երեկոյան ժամերգություն։ Օդում կախված էր խնկի եւ մյուրոնի բույրը, հնչում էր հոգեթով շարականը։ Այս ամենը Վարդանի համար օտար էր։ Նա կանգնեց մի անկյունում, պատրաստվելով դուրս գալ։ Բայց հենց այդ պահին, երբ քահանան բարձրացրեց Սուրբ Հաղորդության սկիհը, տաճարի գլխավոր ջահի ճրագալույցի բյուրեղներից արտացոլված լույսի մի շող ընկավ ուղիղ նրա աչքերին։ Եվ այդ պահին աշխարհը անհետացավ։ Վարդանն այլևս տաճարում չէր։ Նա կանգնած էր մի լեռան գագաթին։ Դա Արարատն էր, բայց այնպիսին, ինչպիսին նա երբեք չէր տեսել, ոչ թե ձյունապատ ու սառը, այլ կանաչ ու ծաղկուն։ Նրա ոտքերի տակ ջրհեղեղի ջրերն էին նահանջում։ Նրա կողքին կանգնած էր մի վեհաշուկ սպիտակամորուստ ծերունի, Նոյը։ Նա ոչինչ չասաց, պարզապես մատնացույց արեց դեպի հովիտը, որտեղ կյանքը նորից էր սկսվում։ Հանկարծ տեսիլքը փոխվեց։ Նա հայտնվեց խոր վիրապի խավարում։ Նրա կողքին լուռ տանջանքի մեջ կանգնած էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Նրա դեմքին ցավ կար, բայց աչքերում անսասան հավատք։ Նա նայեց Վարդանին եւ շշնջաց. «Լույսը ծնվում է ամենախորը խավարից»։ Տեսիլքը կրկին փոխվեց։ Այժմ նա Երուսաղեմում էր, Գողգոթայի վրա։ Նրա առջև խաչված Քրիստոսն էր, բայց սա այն Քրիստոսը չէր, որին նա տեսել էր սրբապատկերների վրա։ Սա տանջվող, առնահոսող, բայց անսահման սիրով լի Աստվածն էր։ Եվ հետո նա տեսավ անհավանականը։ Քրիստոսի դեմքի վրա նա տեսավ իր պապի Տեր Հովանեսի դիմագծերը, տեսավ այն բոլոր անմեղ զոհերի դեմքերը, որոնց մահվան ականատեսն էր եղել։ Նրանց տանջանքը միախառնվել էր Քրիստոսի տանջանքին։ Եվ վերջապես նրա առջև հայտնվեց Սուրբ Հակոբոս Տիառնեղբայրը, Երուսաղեմի առաջին պատրիարքը։ Նա ձեռքը մեկնեց Վարդանին։ Նրա ափի մեջ դրված էր մի բան, որը փայլում էր երկնային լույսով։ Դա Նոյի տապանի այն նույն տաշեղն էր, որը Վարդանը շպրտել էր ավերված եկեղեցում։ «Դու կորցրեցիր փայտը», ասաց Սուրբ Հակոբոսը, նրա ձայնը հնչում էր որպես հազարավոր զանգերի ղողանջ, բայց դու գտար դրա իմաստը։ Հավատքը ոչ թե տանջանքից պաշտպանող վահան է, այլ տանջանքի միջով անցնելու ուժ։ Դուք հայերդ ընտրված եք ոչ թե հեշտ կյանքի, այլ մեծ վկայության համար։ Ձեր ամբողջ պատմությունը մի ուխտագնացություն է, ցավի միջով դեպի հարություն։ Այդ խոսքերից հետո տեսիլքն ավարտվեց։ Վարդանը գետնին էր, Սուրբ Հակոբյանց տաճարի սառը քարերի վրա, եւ նրա դեմքը թաց էր արցունքներից։ Բայց դրանք այլևս հուսահատության արցունքներ չէին, դրանք մաքրագործման, ըմբռնման արցունքներ էին։ Նա հասկացավ, նա վերջապես հասկացավ։ Հրաշքը ոչ թե ցավի բացակայությունն է, այլ ցավի մեջ իմաստ գտնելու կարողությունը։ Նրա ուխտագնացությունը նոր էր սկսվում։
Երբ Վարդանն ուշքի եկավ, նրա շուրջը հավաքվել էին վանքի միաբանները, նրանց դեմքերին անհանգստություն ու զարմանք էր։ Նրանք տեսել էին, թե ինչպես է նա ընկել գետնին, լսել էին նրա անհասկանալի մրմունջները, բայց չէին կարող իմանալ այն տիեզերական ճանապարհորդության մասին, որը նրա հոգին կատարել էր այդ մի քանի րոպեների ընթացքում։ Նրանք տեսնում էին միայն մի հյուծված, տանջված երիտասարդի, ում աչքերում սակայն այժմ վառվում էր մի նոր, անսովոր լույս։ Դա այն մարդու լույսն էր, ով տեսել էր անտեսանելին և լսել անլսելին։ Նրա պատմությունը սկզբում ընդունվեց անվստահությամբ։ Վանքի աբեղա հայր Ներսեսը, մի իմաստուն, բայց զգուշավոր մարդ, կարծում էր, որ դա տենդի կամ հոգեկան խանգարման հետևանք է, որը պայմանավորված էր Վարդանի տեսած սարսափներով։ Հոգին, երբ տանջվում է, կարող է ստեղծել իր իրականությունը, որդիս, մեղմորեն ասում էր նա, քեզ հանգիստ է պետք։ Ոչ թե տեսիլքներ, բայց Վարդանը համառում էր։ Նա նկարագրում էր ամեն ինչ այնպիսի մանրամասնությամբ, այնպիսի խորը հուզականությամբ, որ նույնիսկ ամենամեծ թերահավատները սկսեցին կասկածել։ Ամեն ինչ փոխվեց, երբ Վարդանը նկարագրեց իր տեսիլքի վերջին մասը՝ Սուրբ Հակոբոսի ձեռքում փայլող տապանի տաշեղը։ Երբ նա խոսեց այդ մասին, վանքի ամենատարեց միաբաններից մեկը, հայր Ղևոնդը, որը գրեթե 100 տարեկան էր և վանքի կենդանի հիշողությունն էր, հանկարծ դողացող ձեռքով խաչակնքեց։ Նրա խամրած աչքերը լցվեցին արցունքներով։ Անհնար է, շշնջաց նա։ Այդ մասունքը այն կորև էր ավելի քան 50 տարի առաջ, Խարբերդի կոտորածների ժամանակ։ Այդ պահին ամբողջ սենյակը սառեց։ Վարդանը չէր կարող իմանալ այդ մասին։ Նա ծնվել էր այդ իրադարձություններից շատ ավելի ուշ։ Սա այն ապացույցն էր, որը փոխեց ամեն ինչ։ Հայր Ներսեսը երկար նայեց Վարդանին, և նրա հայացքում զգուշավորությունը փոխարինվեց ակնածանքով։ Նա հասկացավ, որ գործ ունի ոչ թե հիվանդի, այլ Աստծո ընտրյալի հետ։ Վարդանի պատմությունը տարածվեց ամբողջ հայկական թաղամասով, ապա ամբողջ Երուսաղեմով։ Ոմանք նրան համարում էին սուրբ, ոմանք խելագար։ Նոր դաշնակիցներ և հակառակորդներ հայտնվեցին։ Երիտասարդ եռանդուն միաբանները, ինչպիսին էր հայր Մեսրոպը, ոգևորվեցին նրա պատմությունից, դրա մեջ տեսնելով հայ ժողովրդի հոգևոր վերածննդի նշան։ Նրանք հավատում էին, որ Աստված իրենց ազգի ամենամութ ժամին ուղարկել է նոր մարգարե, հույս և մխիթարություն բերելու համար։ Նրանք դարձան Վարդանի ամենաջերմ պաշտպանները։ Սակայն ավելի պահպանողական տարեց հոգևորականները, որոնք վախենում էին ցանկացած փոփոխությունից, նրան վտանգ էին համարում։ Նրանք վախենում էին, որ այս տեսիլքները կարող են խախտել եկեղեցու դարավոր կարգը, առաջացնել խռովություն և գրավել օսմանյան իշխանությունների ուշադրությունը։ Ինչ կասեն հույները, ինչ կասեն լատինները, նրանք մեզ ծաղրի առարկա կդարձնեն, բողոքում էին նրանք։ Նրանց համար եկեղեցու պատիվն ու կայունությունը ավելի կարևոր էին, քան մի անհայտ երիտասարդի անհավանական պատմությունը։ Հարաբերությունները վանքի ներսում սրվեցին։ Սկսվեց համոզմունքների և հավատքի մի լուր պատերազմ։ Այն, ինչ տեղի էր ունեցել Վարդանի հետ, դարձավ ոչ միայն նրա անձնական խնդիրը, այլև ամբողջ համայնքի փորձությունը։ Նրա տեսիլքը բաժանարար գիծ դարձավ, ստիպելով յուրաքանչյուրին ընտրություն կատարել հավատքի և կասկածի, հրաշքի և բանականության, ավանդույթի և հայտնության միջև։ Վարդանն ինքը հայտնվել էր այս փոթորքի կենտրոնում։ Նա չէր ուզում լինել ոչ սուրբ, ոչ մարգարե։ Նա պարզապես ուզում էր հասկանալ, թե ինչ էր պահանջում Աստված իրենից։ Նա հասկանում էր, որ իր տեսիլքը պարզապես մի պատմություն չէր, որը պետք է պատմել։ Դա կոչ էր գործողության։ Բայց ինչ գործողության։ Ինչ պետք է աներ նա այս նոր գիտելիքով, որը նրան տրվել էր։ Նա զգում էր, որ իր ուխտագնացության իրական, ամենադժվար մասը դեռ առջևում է։ Նա պետք է ոչ միայն հավատար, այլև գործեր համաձայն իր հավատքի։ Եվ նա գիտեր, որ այդ ճանապարհին նա լինելու էր մենակ։ Վարդանը, ոգեշնչված իր հայտնությունից և զինված նորահայտ հավատքով, այլևս չէր կարող մնալ պասիվ դիտորդի դերում։ Նրա ներսում վառվում էր մի կրակ, որը պահանջում էր գործողություն, որը պահանջում էր արդարություն։ Նա հասկանում էր, որ իր տեսիլքը ոչ միայն անձնական մխիթարության համար էր, այլև կոչ էր ծառայելու իր տառապյալ ժողովրդին։ Նրա ուխտագնացությունը Երուսաղեմ ավարտվել էր, բայց նրա իրական առաքելությունը նոր էր սկսվում։
Առաջին բանը, որ նա արեց, իր դաշնակիցների հայր Մեսրոպի եւ մյուս երիտասարդ միաբանների հետ միասին Սուրբ Հակոբյանց վանքի պատերի ներսում ստեղծելն էր մի փոքրիկ կոմիտե, օգնելու Մեծ Եղեռնից մազապուրծ եղած եւ Երուսաղեմ հասած հազարավոր գաղթականներին։ Նրանք սկսեցին հավաքել հանգանակություններ, կազմակերպել կացարաններ, բժշկական օգնություն եւ սնունդ։ Վարդանը դարձավ այս շարժման հոգին, նա օր ու գիշեր աշխատում էր, մոռանալով քնի եւ հանգստի մասին։ Նա լսում էր մարդկանց սարսափելի պատմությունները, մխիթարում էր որբերին, վիրակապում էր վիրավորներին։ Նրա խոսքը, որը լի էր հավատքով եւ հույսով, բալասանի պես դեղ էր դառնում մարդկանց հոգու վերքերին։ Նա պատմում էր իր տեսիլքի մասին, ոչ թե պարծենալու, այլ ցույց տալու համար, որ Աստված չի լքել իրենց, որ նույնիսկ ամենամեծ տառապանքի մեջ կա աստվածային իմաստ եւ հարության խոստում։ Սակայն նրա գործունեությունը շուտով բախվեց վանքի պահպանողական թևի դիմադրությանը։ Հայր Ներսեսը եւ նրա կողմնակիցները, որոնք վախենում էին Օսմանյան իշխանությունների հետ բարդություններից, Վարդանի ակտիվությունը համարում էին վտանգավոր եւ անխոհեմ։ Դուք վտանգի տակ եք դնում մեր ամբողջ համայնքը, զգուշացնում էր հայր Ներսեսը մի լարված հանդիպման ժամանակ։ Օսմանցիները մեզ հազիվ են հանդուրժում։ Եթե նրանք իմանան, որ մենք այստեղ ապաստան ենք տալիս ապստամբներին, ինչպես նրանք են անվանում գաղթականներին, նրանք կփակեն վանքը եւ մեզ բոլորիս կարտաքսեն։ Իսկ ինչ եք առաջարկում Սուրբ Հայր, կտրուփ հակադարձեց Վարդանը, նրա ձայնում հնչում էր զայրույթ։ Փակենք մեր դռները մեր իսկ քույրերի ու եղբայրների առջև, թողնենք, որ նրանք մահանան փողոցներում սովից ու հիվանդությունից։ Սա է քրիստոնեական սերը, որի մասին մենք քարոզում ենք ամեն կիրակի։ Այդ պահին ամբողջ սենյակը սառեց։ Երիտասարդ երեկվա անհայտ ուխտավորը համարձակվել էր մարտահրավեր նետել վանքի աբեղային։ Հակամարտությունը գնալով սրվում էր։ Դա այլևս պարզապես կարծիքների տարբերություն չէր, այլ երկու աշխարհայացքների, երկու ճշմարտությունների բախում։ Մի կողմից զգուշավոր, պրագմատիկ մոտեցումը, որը ձգտում էր պահպանել ինստիտուտը, մյուս կողմից բոցավառ հավատքը, որը պատրաստ էր ամեն ինչի, հանուն մարդկային կյանքի եւ քրիստոնեական սկզբունքների։ Վարդանը հասկանում էր, որ խոսքերով ոչինչի չի հասնի, պետք էին վճռական գործողություններ։ Նա որոշեց դիմել ծայրահեղ քայլի։ Նա իմացավ, որ Երուսաղեմի հայոց պատրիարքը, գերաշնորհ Տեր Սահակ արքեպիսկոպոսը, որը հայտնի էր իր խստությամբ եւ ավանդապաշտությամբ, պետք է այցելեր վանք մասնակցելու Սուրբ Հակոբոսի տոնի առթիվ կազմակերպվող պատարագին։ Վարդանը որոշեց օգտագործել այս հնարավորությունը իր ձայնը լսելի դարձնելու համար։ Նա գիտեր, որ դա կարող էր իրեն շատ թանկ նստել, նրան կարող էին վտարել վանքից, նույնիսկ բանադրել, բայց նա պատրաստ էր ռիսկի դիմել։ Եվ ահա, պատարագի ամենահանդիսավոր պահին, երբ պատրիարքը բարձրացրել էր Սուրբ Գիրքը, օրնելու ժողովրդին, Վարդանը դուրս եկավ ամբոխի միջից եւ բարձր ձայնով դիմեց նրան. «Գերաշնորհ Տեր, ավետարանը մեզ սովորեցնում է սիրել մերձավորին, ինչպես ինքներս մեզ։ Այսօր մեր մերձավորները, մեր եղբայրներն ու քույրերը մահանում են մեր վանքի պատերից այն կողմ։ Մենք չենք կարող փակել մեր աչքերը նրանց տառապանքի առաջ։ Ես խնդրում եմ ձեր օրհնությունը եւ աջակցությունը օգնելու նրանց»։ Տաճարում մահու լռություն տիրեց։ Բոլորի հայացքներն ուղղված էին պատրիարքին։ Տեր Սահակ արքեպիսկոպոսի դեմքը քարացել էր։ Նրա աչքերում փայլատակեց զայրույթի կայծ։ Ոչ ոք երբեք չէր համարձակվել ընդհատել նրան պատարագի ժամանակ։ Սա աննախադեպ խախտում էր եկեղեցական կանոնների։ Թվում էր, թե մի պահ եւ նա կկանչեր պահակներին, ձերբակալելու այս հանդուգն երիտասարդին, բայց հետո տեղի ունեցավ անսպասելին։ Պատրիարքը փակեց Սուրբ Գիրքը, իջավ խորանից եւ մոտեցավ Վարդանին։ Նա երկար, քննող հայացքով նայեց նրա աչքերի մեջ, կարծես փորձելով կարդալ նրա հոգին։ Այնինչ նա տեսավ այնտեղ, ստիպեց նրան կանգ առնել։ Նա տեսավ ոչ թե ապստամբի, այլ տառապյալի հայացք, մի մարդու, ով տեսել էր դժոխքը եւ վերադարձել։ Այդ պահը պիտի փոխեր ամեն ինչ։ Տաճարում տիրող մահու վռությունը կարելի էր դանակով կտրել։ Բոլորի հայացքները, ինչպես հարյուրավոր նետեր, սևեռվել էին գերաշնորհ Տեր Սահակ արքեպիսկոպոսի եւ նրա առջև կանգնած հանդուգն երիտասարդի, Վարդանի վրա։ Այդ պահին տաճարը վերածվել էր դատարանի, իսկ հավատացյալները երդվյալ ատենակալների։ Հայր Ներսեսի դեմքը սպիտակել էր կավչի պես, նա պատրաստ էր գետինը մտնել ամոթից եւ վախից։ Հայր Մեսրոպը ընդհակառակը հպարտությամբ էր նայում իր հոգևոր զավակին, հիանալով նրա քաջությամբ։
Ամբողջ համայնքի ճակատագիրը կախված էր պատրիարքի հաջորդ խոսքից կամ շարժումից։ Թվում էր, թե մի պահ և նա կկանչեր պահակներին, ձերբակալելու այս հանդուգն երիտասարդին, որը խախտել էր եկեղեցական բոլոր կանոնները։ Բայց հետո տեղի ունեցավ անսպասելին։ Պատրիարքը երկար, քննող հայացքով նայեց Վարդանի աչքերի մեջ, կարծես փորձելով կարդալ նրա հոգին։ Այնինչ նա տեսավ այնտեղ, ստիպեց նրան կանգ առնել։ Նա տեսավ ոչ թե ապստամբի, այլ տառապյալի հայացք, մի մարդու, ով տեսել էր դժոխքը և վերադարձել։ Այդ պահը պիտի փոխեր ամեն ինչ։ Ով կրում էր իր ժողովրդի ցավը։ Եվ այդ հայացքում կար մի այնպիսի ուժ, մի այնպիսի անկեղծ հավատք, որը չէր կարող սուտ լինել։ Տեր Սահակ arքեպիսկոպոսը խորը շունչ քաշեց, շրջվեց դեպի ժողովուրդը և բարձր, հանդիսավոր ձայնով հայտարարեց. Այսօր Սուրբ Հակոբոս Տեառնեղբայրը խոսեց մեզ հետ այս երիտասարդի շուրթերով։ Նա մեզ հիշեցրեց, որ եկեղեցին ոչ թե քարե պատերն են, այլ մարդիկ, որ մեր առաջին պարտականությունը ոչ թե կանոնները պահպանելն է, այլ տառապյալին օգնելը։ Նա ձեռքը դրեց Վարդանի ուսին։ Այսուհետ, շարունակեց նա, Սուրբ Հակոբյանց վանքի դռները բաց կլինեն բոլոր կարիքավորների համար։ Եվ այս երիտասարդը, Վարդանը, կղեկավարի այս սուրբ գործը, իմ օրհնությամբ և աջակցությամբ։ Այդ խոսքերից հետո տաճարում հնչեցին ծափահարություններ և ուրախության բացականչություններ։ Դա հաղթանակ էր, ոչ թե Վարդանի հաղթանակը հայր Ներսեսի նկատմամբ, այլ սիրո հաղթանակը վախի նկատմամբ, հավատքի հաղթանակը ձևականության նկատմամբ։ Այդ օրը դարձավ շրջադարձային Երուսաղեմի հայ համայնքի կյանքում։ Պատրիարքի որոշումը փոխեց ամեն ինչ։ Հայր Ներսեսը և նրա կողմնակիցները, չկարողանալով ընդունել նոր իրականությունը, շուտով լքեցին վանքը։ Նրանց տեղը զբաղեցրին նոր, երիտասարդ հոգևորականներ, որոնք ոգևորված էին Վարդանի օրինակով։ Սուրբ Հակոբյանց վանքը վերածվեց ոչ միայն աղոթատեղի, այլև հույսի և ապաստանի մի հզոր կենտրոնի հազարավոր հայ գաղթականների համար։ Վարդանը հայր Մեսրոպի և իր մյուս համախոհների հետ միասին ստեղծեց դպրոցներ որբերի համար, արհեստանոցներ մեծահասակների համար և հիվանդանոց բոլորի համար։ Նրանք աշխատում էին անխոնջ, և նրանց գործունեությունը դարձավ լեգենդ։ Տարիներ անցան։ Վարդանը դարձավ իմաստուն, հարգված առաջնորդ, ում խոսքը լսում էին ոչ միայն հայերը, այլև մյուս համայնքները։ Նա երբեք չձեռնադրվեց քահանա, նախընտրելով մնալ աշխարհիկ, որպեսզի ավելի մոտ լինի իր ժողովրդին։ Նրա կյանքը դարձավ կենդանի քարոզ, վկայություն այն բանի, որ հավատքը դրսևորվում է ոչ թե խոսքերով, այլ գործերով։ Նա գտավ իր Երուսալեմը ոչ թե քարտեզի վրա, այլ մարդկանց սրտերում։ Մի օր, երբ նա արդեն ծերացել էր, նրա մոտ եկավ մի երիտասարդ ուխտավոր իր հայրենի գյուղից։ Նա բերել էր լուրեր Տեր Հովհաննեսից, ով դեռ ողջ էր և հպարտանում էր իր թոռան գործերով։ Ուխտավորը Վարդանին փոխանցեց մի փոքրիկ տուփ։ Դրա մեջ, մգլած թավշի վրա, դրված էր Նոյի տապանի այն նույն տաշեղը, որը Վարդանը տարիներ առաջ շպրտել էր ավերված եկեղեցում։ Գյուղացիները գտել էին այն և պահպանել որպես սրբություն։ Վարդանը վերցրեց տաշեղը, և նրա աչքերը լցվեցին արցունքներով։ Նա երկար ճանապարհ էր անցել իր կասկածներից մինչև այս պահը։ Նա հասկացել էր, որ մասունքի ուժը ոչ թե փայտի մեջ էր, այլ այն հավատքի, որը մարդիկ ներդնում էին դրա մեջ։ Դա հիշեցում էր խորհրդանիշ այն անսասան ոգու, որը օգնել էր իր ժողովրդին գոյատևել բոլոր փորձությունների միջով։ Այս պատմությունը, սիրելի բարեկամներ, ավարտվեց, բայց այն բարձրացնում է հարցեր, որոնք արդիական են բոլոր ժամանակներում։ Ո՞րն է ճշմարիտ հավատքը։ Արդյոք այն կանոններին և ավանդույթներին հետևելն է, թե տառապյալին ծառայելը։ Որտեղ է սահմանը զգուշավորության և վախկոտության, քաջության և անխոհեմության միջև։ Կիսվեք մեկնաբանություններում, թե ինչ կանեիք դուք Վարդանի տեղում։ Ինչպես կվարվեիք, եթե ձեր հավատքը բախվեր դաժան իրականության հետ։ Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք այս հոգևոր ճանապարհորդության ընթացքում։